Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթքոֆի և նրա փեսա Ջարեդ Քուշներին բանակցել ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ։ Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ։ Դաշնության նախագահի օգնական Ուշակովը հայտարարել է, որ Ուիթքոֆի և Քուշների հետ Պուտինի զրույցը օգտակար և կառուցողական է անցել։ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համաձայնել Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան պլանի որոշակի տարրերի հետ, սակայն որոշ դրույթներ քննադատության են արժանանում։ Քննարկվել են երկարաժամկետ խաղաղ կարգավորման հեռանկարները, հայտարարել է Ուշակովը, չխախտելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը առ այն, որ բանակցություններից առայժմ մանրամասներ չեն հայտնելու։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հույս է հայտնել, որ Ռուսաստանում բանակցությունների հաջող ընթացքից հետո կարող են եռակողմ հանդիպում ունենալ Սպիտակ տանը։ Զելենսկին գիտակցում է, որ պատերազմը դադարեցնելու համար պարզ լուծումներ չեն լինելու։ Ես ունակ եմ որոշումներ կայացնել, կարևոր է, որ դրանք արդար լինեն, ասել է Զելենսկին։ Պատերազմը կանգնեցնելու համար ԱՄՆ-ից բացի Եվրոպան ևս առաջարկներով է հանդես գալիս, սակայն ռուսական կողմի համար այդ առաջարկները անընդունելի են։ Եվրոպան խանգարում է Թրամփի վարչակազմին խաղաղության հասնել Ուկրաինայի հարցում, ասել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ եվրոպացիները խաղաղության օրակարգ չունեն և այժմ խանգարում են կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերին։ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել եվրոպական երկրների հետ, բայց եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է հենց հիմա, ասել է Պուտինը։ Հիշեցնենք, ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին և երկկողմանի ծանր մարդկային ու նյութական կորուստներով շարունակվում է առ այսօր։